Սիրելիներս ողջույն, հուսով եմ լավ եք, ես էլ եմ լավ, շատ լավ եմ, իհարկե այս վլոգը, որ ես նկարում եմ այսօր 27-ին, որպեսզի կարողանամ այն ինչ որ ունեմ նկարած արդեն նախաբան դնել ու տեղադրել ձեզ համար, ունեի նկարած բաներ, բայց քանի որ նախորդ վլոգը ուզեցի հենց մենակ լինի այդ Fort Building-ի մասին, այդ ամեն ինչի մասին, այդ կոնգրեսը, դրա համար չտեղադրեցի այն վիդեոները, որոնք ես ունեի։ Ասեմ, որ մեր մոտ շատ շոկ է, հենց այս պահին 35-ից բարձր է, ջրի ջերմաստիճանը 31 է ու մարդ ոչ կարողանում է դիմահարել, ոչ մազերը թափի, թաց անընդհատ օրը 10 անգամ լվացվում է սառը ջրով, ինչ 10 անգամ 100 անգամ, բայց չես հավանում, ամեն դեպքում վիդեոն ինձ է սպասում, բայց ըստ չէ մինչև չնկարեմ, չեմ գա, գլողալու էլի նկատի ունեմ։ Հա, ինչ էի ուզում ասեի, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ նախորդ վլոգի այդքան շատ ջերմ բաների համար, արձագանքների համար, որ շատ էիք հավանել այն նյութերը, որոնք տեղադրել էի, բայց մի բան չեմ կարող չասել, որ շատ երկար տևեց մոնտաժման process-ը։ Ինձ YouTube-ը թույլ չէր տալիս տեղադրել այն ամբողջական այդ վիրահատական տեսանյութը, բայց ոչ թե որ արգելված է նման տեսանյութեր, այլ որ ոչ բոլորն են, այսինքն մի խոսքով ասած, ես այդ տեսանյութից ոչ մի կոպեկ գումար չեմ աշխատելու։ Այսինքն ես տեղադրել եմ առանց մոնետիզացիայի, կամ պետքա չտեղադրեի, կամ պետքա կտրեի այդ հատվածները հանեի, բայց ես գերադասեցի ավելի լավ է այդ մի վիդեոից էլ գումար չաշխատեմ, բայց դուք տեսնեք, թե ինչպես է կատարվում իրական վիրահատությունը ամբողջ իր ընթացքով։ Ամեն դեպքում ոմանք վախեցել են, ոմանք շատ ուրախ էին, որ տեղադրել եմ, հաճելի էր եղել ու հիմա ինչ եմ ուզում ասեմ, մի հատ հարց կա, որը շատ հաճախ է կրկնվում իմ տեսանյութերի մեկնաբանությունների բաժնում ու հենց այս տեսանյութում էլ կար մեկնաբանությունը, հարցը, որ ես խնդրեցի համբերել ու ես այսպես պատասխանեմ այդ հարցին։ Հարցեր թե ինչպես եմ ես կարողացել ինտեգրվել օտարերկրյա թիմում, որ բոլորը ոչ մեկ չկան, մենակ ավստրիացիներ են ու մենակ ես եմ, այսպես ասած տարազգի, եւ ինչպես եմ իրենց այդ լեզու գտնում մեր փոխհարաբերությունների մասին ու արդյոք ես կոնգրեսում ամեն ինչ հասկանում եի, թե չէ ու ոնց եմ կարողանում տիրապետել լեզվին։ Սկսեմ լեզվի առումով, ես այս ոլորտում, բժշկության ոլորտում, ցավով պետք է նշեմ, որ կան շատ ու շատ բառեր, շատ ու շատ արտահայտություններ, մտքեր, որ ես ցավոք հայերենով դժվարանում եմ արտահայտել։ Մասնագիտական բառեր էի նկատի ունեմ ու ասենք որովհետև այդ նույն ոլորտը, ասենք ակնաբուժության ոլորտը կամ այն ժամանակ գաստրոենտերոլոգիայի այդ ոլորտը ես սովորել էի լատիներեն ու արդեն գերմաներեն, որովհետև ես ընդհանուր բժշկություն ուսումնասիրել եմ, բայց հենց հատուկ այդ ոլորտներում մասնագիտացել եմ պրակտիկայի ընթացքում, գործի աշխատանքի ընթացքում ու բառերը, ես կոնկրետ կամ բառեր, որ կդժվարանամ հայերեն, ասեմ աստիգմատիզմուսը որն է կամ մի խոսքով Սիրելիներս, հա, ամեն ինչ հասկանում էի, ինձ համար շատ պարզ էր, երևի կարելի ասել իրենց խոսքի, իրենց այդ ամեն ինչի, դե հաշվի առնելով իրենց դիալեկտը, այդ ակցենտը բարբառը 90%-ից ավել է հասկացել եմ, ես գերմաներենի հետ կապված խնդիր չունեմ, գլուխ կովալ թող չլինի, միգուցե գրամատիկորեն այսպես իրենց նման հաստատ չէ, բայց չեմ դժգոհում, կարողանում եմ նորմալ շփվել ու շփվել եմ բարձրաստիճան մարդկանց հետ, իրենք իմ խոսքը շատ լավ հասկացել են ու նաև ես իրենց ավելի լավ եմ հասկանում, միշտ այդպես ավելի լավ հասկանում ես, քան խոսում ես, այդպես, իսկ գալիս եմ, իսկ կապված այդ թեմայի հետ, ես շատ դժվարությունների միջով եմ անցել, Վիեննայում իմ սկսած, ուղղակի Վիեննայում ավելի հեշտ էր, որովհետև Վիեննայում շատ էին օտարերկրացիները, ու այնտեղ որտեղ ես աշխատում էի, շատ են, գրեթե 90% օտարերկրացի բժիշկներ ու ասիստենտներ էին, իսկ այստեղ, որ ես եկա, մենակ ես էի, ունեինք մի հատ աղջիկ կորեացի, ով շատ քիչ մնաց ու մենակ լինզաների մասնագետ էր, ինքը ոչ մեկ էլ չէր շփվում, իր սենյակում լինզաների գործերով էր զբաղված, կոնտակտային լինզաների, ոչ թե բաների, այս վիրահատական այս մեր բանի կատարակտային, ու հետո ինքը գնաց ու ես մնացի մենակ, սկզբից շատ դժվար ա եղել, շատ դժվարություններ, ինձ ճիշտ է ոչ ոք
երբեք բառերով չի ասել, բայց ես զգացել եմ այդ խորթությունը, ոչ թե իրենք են ցույց տվել, ես եմ զգացել, որ ես չեմ կարողանում իրենց նման դառնալ։ Ես չեմ կարողանում ձուլվել իրենց հետ, որտեղ իրենց մտածելակերպը շատ ուրիշ է, իրենք շատ կարճ են մտածում։ Ես կարող եմ բարձրաձայն ասել, որ իրենք չունեն այն մեր հայի հետի խելքը, որ ասում են։ Իրենք շատ ուղիղ են մտածում ու մտածում են հենց այդ պահի համար, չեն մտածում, բա հետո ինչ կլինի։ Ու այդ իրենց շատ է խանգարում։ Ու ես 2 տարուց ավել ինչ իրենց հետ աշխատել եմ ու այն պատասխանը, թե արդյոք ինձ ընդունում են, ես ինտեգրվել եմ թե չէ, բարձ դարձավ հենց կոնգրեսի համար, երբ որ ես բժշկից ստացա հրավերքը, իմ համար շատ զարմանալի էր, անսպասելի էր, բայց այնպես չէր, որ այդ իմ համար ես հասկանում էի, որ ես արժանի եմ իրեն ներկայացնելու այնտեղ։ Ուրեմն 7000 մարդուց, բժիշկներից, ակնաբուժական ոլորտի բժիշկ, ասիստենտ, պրոֆեսոր իրենցից, ու ես ներկայացնում էի բժշկուհուն, դոկտոր Բերգերին։ Այդ իմ համար մեծ պատիվ էր, ու ես որ ասել էի, որ երբեմն իմ համար կյանքում գալիս է պահ, որ հասկանում ես, որ ավելի կարևոր է գնահատված լինելը, քան սիրված լինելը։ Ու գնահատված լինելը խոսքերով չի, որ ասում են, իրենց գործով։ Այն, որ ինքը ամեն կերպ ուզում է ինձ իր կողքը պահի, որ ամենտեղ ուզում է, որ ես իր հետ լինեմ, որ ես իրեն ներկայացնեմ, ամեն հարցազրույցների, ուր ուզում է գնանք, ես միշտ իր հետ եմ, կլինի Գրացում, Զալցբուրգում, Վիեննայում, որտեղ ուզում է լինի, թե մեր օնլայն հարցազրույցների ժամանակ, այդ իմ համար մեծ պատիվ է, երբ որ ես եմ իրեն ներկայացնում, ու ես այդտեղ հասկացա, թե ինչքան կարևոր եմ ես իր համար ու ես ինձ լավ զգացի, որի մեզ 2 տարվա անձնվիրաբար այդ նվիրումը, աշխատանքը իզուր չի անցել, որ ինքը ինձ գնահատում է ու մի բան էլ նշեմ, որի այդ 38-րդ կոնգրեսներ ու ինքն արդեն ասեց, որ 15 տարուց ավել է մասնակցում ու երբեք ոչ ոք իր հետ չի եղել, ինքը միշտ մենակ է ներկայացել։ Ոչ թե որ իր կողքին մարդ չի եղել, այլ որ ինքը չի ունեցել իր ասելով, իր խոսքերն եմ կրկնում, չի ունեցել արժանի մեկը, ով իր հետ կգնա ու կներկայացնի իրեն իր կլինիկան։ Այստեղ արդեն ասեմ, այստեղ արդեն բոլոր խոսքերն ասված են, թե արդյոք հասկացաք։ Պիտոն են կողմից են ցանում, արի, դե լավ գնամ, լողանք մի քիչ, տեսնեմ ոնց ժամանակ գտնեմ, տեսնեմ թե կմոնտաժեմ ու կտեղադրեմ։ Մեր շաբաթ առավոտը սկսվել է խանութներով, այստեղ բան ունենք նայելու, մի հատ նայենք ու շարժվենք առաջ։ Ուրեմն իմ աշխատասենյակի հարցազրույցների անկյունի համար այսենց հենց մտել եմ ու այս դուրս եկավ, այսպիսի սիրուն աթոռ եմ ուզում, մենք ունենք, բայց արդեն մի փոքր մաշված է ու որոշել եմ թարմացնեմ ու բժշկուհին էլ դեմ չէր, նույնիսկ շատ ուրախացավ։ Հիմա եկել եմ 2 տարբերակ նկարեմ, հետո միասին կքննարկենք ու արդեն կգանք գնելու։ Մինչև մենք հասանք, եկել են արդեն, որ իրերը դատարկ են, պարտաճանաչ։ Պետք է բոլոր կողմերից փակես, սոյ։ Սենց մրգի, բանջարեղենի ու բրդուճի համար, ես էլ շիշը։ Թրկե ինքը ապակուցել ունի, և երկար տեղեր են գնում, տերմոսն ենք դնում, ապակուց, ուղղակի բանի համար, սպորտի, հետո ամեն օրվա համար պլաստիկ ավելի ապահով է։ Սոյա ջան, ոնց կարա չփակվի, արևս։ Նայ, պիտի փակելու դու շատ ինչ լինես, որ էսի ես կոմ, որ նոր սենց էիր դրա համար չեր փակվում, նայ, այս պուճուրիկ տեղերը պետք է այս կողմ լինի։ Մի հատ սաղրը պաղպաղակուտենք հովանանք, այս մեկը սենց է, դեղց, անանաս, մանգո, հասկացակ էդ արդեն իմ համար է, իսկ գիտոն բանալու շոկոլադ է սիրում, սենց։ Սենց երեխեքը հատիկով էին ուզում, իրանցը ներքևն է, ուտում են արդեն։ Սիրելիները շնաց, որ շատ գործոն եմ անելու, այսենց ճամպրուկա խառը, հլը չեմ բանալ է, հանել եմ թղթերը, բրոշուրները պիտի լրիվ դասավորեմ, բայց իրանք լողանում են, ու ես էլ չեմ դիմանում, ես էլ եմ դիմում լողալու, գինամ լողանալու,
Հերի աղջիկների հետ անգելն ու զոյկան եմ ոնց որ գնամ միանամ իրանց անգելս ծներուկը կտրել էր սարցարան, որ սարելով, սարելա ես դուրս եկա երեխեքարը լողանում եմ տոնը դուրս եկա տանեմ ձմերուկ ուտենք էլ եմ մի հատ ջրի ջերմաստիճան էլի խնդրում եմ 27.2 այս պահին տաք ջուրը տաք տակա տեսեք ինչ գործի եմ, արդեն այնքան է կարմր է, որ սևացել է, իսկ կարելի է ասել, էլ սև են։ Հավաքում եմ ուսիս խառը, տեսեք արդեն խաղաղությունից հասել է, շոկից էլ փչացել է, հավաքում տանեմ տուն, ուշակեմ, տեսնեմ, որը ինչ եմ անում, ափսոսա։ Սիրելիներս, այս մեծ սնկերից ունեմ էլի ու որոշել եմ սրանք ֆոլգայի մեջ փաթաթել դնել, հեսա ցույց կտամ ոնց։ Մի հատ լավ ջեր կանեմ։ Ուրեմն այսպես, ինչ եմ անում։ Սունկը մաքրել եմ, բացել, չորացրել, մաքրել։ Հիմա աղ եմ անում։ Այսպես մի անգամից ամանից անեմ։ Այստեղ ունեմ կարագ ու հալվող պանիր։ Սենց կդնենք կարագը, հալվող պանիր, կարագ ու էլի հալվող պանիր։ Եվ այսպես դեպի վերև հուրջինի նման կփաթաթենք ու կդնենք կրակի մեջ, բայց թե այնքան շատ կարտոֆիլի նման, բայց որպեսզի հանկարծ չշրջենք ու ջուրը դուրս գա, իրան հեսա ցույց տամ, այսպես վերև կբարձրացնենք, այսպես կհավաքենք։ Այս կողմում կամպոտ եմ եփում, եռած արդեն, անջատում եմ, բերանը փակում եմ ու մնա, ասեք այն ժամանակ մնում էր նոր գույնը տալիս էր, իսկ հիմա արդեն գույնը տվել է իրա։ Չգիտեմ, քան քաղցրա, նույնիսկ կարելի ասել շատ չեմ էլ ավելացրել, մի փոքր եմ պես օգնեցրել, այստեղ մուրաբան է, մեծ այս հետո կդատարկեմ, սրա մեջ կլցնեմ, որ ավելի լավ հյութը դուրս տա եկար, քանի ժամա դու ջրում ես։ Ու այսենց տեսեք մի հատ, այսենց եմ փակել, որ սենց դնենք կրակի մեջ, սունկա։ Դու չես սիրում, քո համար կարտոֆիլ կանենք։ Ու այսենց էլ, որ հետո վերցնենք, սենց։ Տեղափոխվեմ այս մյուս կողմ, շարունակեմ, այստեղ միսն է մարինացրած, սնկերս էլ շարունակեմ 8 հատա, բայց դե ես 5 հատ կանեմ, որտեղ զոյկան սունկ չի ուտում, 5 հոգի 5 հատ հերիքա, որտեղ մեծ են։ Լավ, շարունակեմ կարագն նորից կտրատեմ, 2 հատ արել եմ, 3 հատ էլ անեմ ու վերջ, ինչ ապետ։ Կոմպոտս արդեն լցրել եմ, փակեցի սենց լավ ամուր, դել է գույնը, սիրում եմ։ Շարունակությունն էլ լցնեմ։ Արի, չթրջով ես, արի, ճանքս, արի։ Զոյկան ընդամենը 10 րոպե առաջ դեռ բանի մեջ էր, լողավազանի մեջ էր, իսկ հիմա էլ եմ այդ եղանակը։ Վերջ, համեկությունները պատրաստ են, մեզ բարի ախորժակ։ Ցերեկվա շոքին մի հատ պաղպաղակ ընդմիջում ենք անում,
Սենց, այս տեսակները ներքևը այն մյուսներից ունենք։ Լավ, սրանք թողեցու, հիմա սրանք ուտենք։ Որից ես ուտել։ Սայկանը Անգելինան լողանում են։ Սր այլ ավելի շոք է։ Սենք իշքան է, տեսեք 27 է։ Իրի ջերմաշանը 27 է։ Ու մենք գնում ենք, մինչ երեխեքը լողանում են, ես Էլենն ու Ալեն էլ կգան։ Գնում ենք այսօր բուխարիի մեջ, կամինի մեջ պիցցա ենք թխելու առաջին անգամ, տենց ենք փորձելու։ Արդեն ամեն ինչ տարել եմ, պատրաստել եմ, խմորը արված է, պիտուն կրակն է վառում։ Ուրեմն սենց թունաձուկը, գիտեք, մեր ամենասիրելի թունաձուկն է պիցցայի համար, էլի, պիցցա, բայց առհասարակ մեր տանը բոլորը ձկնամթերքի, ծովամթերքի սիրահար ենք, իսկ թունաձուկը ամենաշատն է օգտագործվում մեր տանը։ Այստեղ սենց գնդել եմ, արդեն գիտեք, որ բանի մեջ ենք անում, այստեղ ամեն դեպքում մի փոքրել միս եմ մարինացրել, որ մի երկու շիշ էլ նորից խորոված բան կանենք, եգիպտացորենը, գծու պղպեղը, այստեղ էլ ունեմ էլի խմոր, հիմա մի հատ ծածկում ենք ու մինչև խմորը կնստի, կրակն էլ կնստի։ Պատրաստ է ու հիմա պետքա վարպետորեն տեղափոխեմ այնտեղ։ Իսուս Քրիստոս։ Վերջապես ծաղկեցին ծաղիկներս, սրանք տեղ չէ, հələ այս մեկը մի հատ ինքը ծանրությունից այսենց կողվել է։ Սրանք էլ այս կողմինն է, այսենց սիրուն եմ։ Այս կողմինը վարդագույն է։ Ժամը 4:45 է ու որոշեցի այս կետում վերջացնել բոլոր գործերս ու ջրի ջերմաստիճանը 28.2 է ու գնալ հովանալու, եթե իհարկե այդ ջերմաստիճանին մարդ կարա հովանա, էլի գնացինք։ Ինչ լավ եմ կարմրել, պղպեղներ, երկու հատ պղպեղ է կարմրել։ Ասես Ռեհաններս լավ թողեցին, ինչ խոտ է, ինչ արագությամբ է աճում։ Ռեհանը, ցիտրոնը, այս մյուս պղպեղներն էլ արդեն ծաղկել են։ Աղցա։ Շատ։ Ինչ հոմով է, բիո։ Այսինքն բերքը հավաք է մեր մոտ ու այս պավիլոնի վրայի ճյուղն է, որ պետք է կտրվեր, բայց խնդրել էի չկտրային աշխատողները, որ գոնե հասներ։ Դե ինքը խանգարում ասես տնեցել մի հատ նայեք ինչքան է բռնել։ 4-ով բերքը հավաք ենք անում, տեկրս, տեկորս կինը, ես, Վիտոն ու այս վիճակն է մեր բակը, հիմա մի հատ ընդմիջ ենք, սուրճ խմենք։ Ահա, այս էլ մեր այսօրվա բերքը հավաքի ընդհանուր արդյունքը։ Ինչքան շոք է, ու շոքից այս խեղճերը ինչ են եղել։ Մի քիչ կանաչի քաղեմ, տանեմ աղցան պատրաստեմ, նոր եմ գործից եկել, տուն չեմ մտել։ Մեր այգու լոլիկով ու պղպեղով, կանաչիներով, ափսոս վարունգները չեղան այս տարի, չգիտեմ ինչի, անցած տարվա էր սերմը, լրիվ փուչ էին, տարբեր ժամանակներում ցանել եմ, տարբեր տեղեր փորձել եմ, բայց ոչ մեկը չհաջեց։ Ասեք թարմ, ցիտրոն, մաղադանոս, հեսա կքաղեմ, ռեհան, սող, ոյ, միշտ երազել եմ սենց, որ իմ այգուց քաղեմ ու տանեմ պատրաստեմ ինչ որ մի բան։
Լավ են կարմիր է։ Լավ, քաղեմ հետո ցույց կտամ։ Ուրեմն ժողովուրդ, այս են դեպքերից հա, երբ որ դու ունես բալի ծառ մեծ ու սառնանը սենց էս տեսքն ա ունենում։ Մուրաբաները, որոնց մի մասը նկուղում է, այս ուղղակի երկուսն էլ բացել են երեխեքը, դրա համար ստեղ եմ դրել։ Կոմպոտներ, բալի, սիրոպ, այնքան սիրուն են ու այնքան համեղ են, որ ամեն օր եմ սարքում կոմպոտները, թարմը դնում եմ բալ ուտելու համար, այստեղ ժելե եմ սարքել երեխեքի համար, նոր եմ դրել, դեռ չի սառել, ու եմ որ ինչ կա ուտելու, ամեն ինչը, բալի մուրաբա, բալի կոմպոտ, բալի սիրոպ, բալի թարմ բալ ուտելու, այսպես բալի ժելե, մի խոսքով ամեն ինչ կապված է բալի հետ ունենք, սենց այնքան համով է ստացվել, հենց կոմպոտով եմ արել, ինքը ուտելի բանն է, տորթինը չի, ես չգիտեմ, չեմ տար որնա ժելենա թե ժելատինն է, ամեն դեպքում ինքը դոնդողա, սենց կորիզները հանել եմ, հենց կոմպոտի մեջ խառնել եմ, ինքը որպես դեսերտի բան է նկարած, սենց շոտ համով է ստացվել, քաղցրություն է բան ամեն ինչ տեղը, մի հատ ստեղ նայեք էլի, էս ինչ է, 29, 30 աշճանա, ջերից ջերմ աշճանա, այս ժամին, ժամը 7:40 գնանք, լողանանք, հովանանք, զովանանք, բարի լույս սիրելիներս, այսօր առավոտը սկսում եմ ամենասիրելի պաղպաղակներից մեկով, գիտեք, ես սովորական պաղպաղակներ չեմ սիրում, իմը կամ պետքա լինի են լիցնովի սոֆտ պաղպաղակները, կամ էլ սենց տարօրինակ բաներ, սիրում եմ շատ ես Snickers-ի Marsi Bounty պաղպաղակները ու վերջինն է կիսենք ու վիդոյի հետ սուրճ կխմենք ուրեմն մի հատ մեջը ցույց տամ ովքեր չեն տեսել ինքը այս հատվածը լրիվ նորմալ Snickers-ն է ոչ մի տարբերություն չկա մեր այդ պաղպաղակը այս հատվածում է բայց չափից շատ քաղցր է ոնց համով է պաղպաղակը սուտ եմ ու թերթերս նայեմ սիրելիները սուրճը խմեցի ու չէի էլ նկատել նույնիսկ որ Վիտան արդեն խոտերը քաղել առավոտ դարձնած է ես էլ ասում եմ տրակտորի ձայնը լսում էի բայց մտածում եմ երևի հարևանն է ասում հարևանը 3 էր քաղում հետո իրանը փոքր մեքենայի ատեն սիրուն ձայն չի հանում փաստորեն հելեր էր առավոտ շուտ սիրուն խոտերը քաղել է իրա մազերի նման ոնց որ մազերն է ամեն շաբաթ կտրել տալիս նենց էլ խոտերը գիշերային լույսերը նենց էլ խոտերն ամեն շաբաթ պարտադիր քաղում է այսօր մի քիչ հավաքենք երեք հեսա գնանք ցույց կտամ հավաքեցի այստեղ նստել էի ու կորիզահան էի անում այս մատերս եթե տեսնեք սենց չմտածեք այսքան անխնամ է Եղուններս լրիվ կարմրել էր չեր մաքրում, ժավելով ինչով ասես մաքրել եմ կորիզները հանեցի, որ մի 2-3 բան կա էլ տենց կորիզը հանած մուրաբա անեմ ընկույզով բայց դե ահագին կա, կոնկրետ սրանք շատ է հասել, երևի էլ չնքել չիրա արդեն կամ չրի համար իսկ այս կողմում այսքանը, այս միջուղը ոնց որ դեռ կարելի է հավաքել կոմպոտ անել շատ են հավանել երեխեքը կոմպոտը Ուրեմն, այստեղ նանաներս պետքա քաղեմ չորացնեմ, տեսեք արդեն բան են եղել, այսօր ինչքան գործ ունեմ անելու այս երկրվա մեջ Այս դանդուրից ծաղիկները, որ առանձնացրել ես, եք ինչքան սիրուն արդեն բան են եղել, այստեղ քախան պետք անեմ ու էդի հենց հիմա էլ կանեմ մինչև երեխեքը չգնանք խանութ կանք նոր Այստեղ պետք է այսօր մի քիչ տերև հավաքենք ու կտրատենք այս ավելորդ բաները, կապենք, բարձրացնենք այս տարի խաղողը անցած տարիցակ ինչքան շատ էր ու ես չգիտեի ինչ անեի այնքան շատ էր այս տարի դեռ այս մի քանի ճուտ ունենք, բայց պետք է բացենք այս հատվածները, որպեսզի իրենք բան լինեն, էլի կարողանան այս տարի մենակ ուտելուկ ունենանք երևի Բայց դե պետքա չէ կտրվի, բացվի, որ լավ հասնեն, իսկ ես մատղաշ տերևները կհավաքեմ այսօր անպայման աղջիկներիս հետ։
ու տեսեք մի քանի օր անտեսում ես ու ինչ են դառնում ու այսօրվա պլաններից մեջ ինչն է նաև մտնում այստեղ մի հատ քախան անել որտեվ սեք սոխերս բաները ցիտրոնները շատ բոյովները կտրեմ մի քիչ չորացնեմ հիմա արդեն ամեն ինչից էլ ունեմ ռեհան ցիտրոն պղպեղ օգտագործում եմ սալատների համար որ մի քանի հատիկ պոմիդոր ես քաղում մի հատ պղպեղ կանաչիները վարունգն էլ ասեցի չստացվեց բայց դե ոչինչ մի քիչ էլ վարունգ ու մի անգամվա ուտելու սալաթը արդեն իսկ պատրաստ է տեսեք այստեղ ինչքան են ծաղկել ու մենակ ծաղկածը չէ դուք այս լոլիկներս տեսեք այնքան շատ եմ ուրախանում սրանց համար որովհետև իրենք տեսակ այսքան էին որ բերել եմ տնկել եմ այսքան էին ցրտահարվեցին բայց ես հույսս չկտրեցի ու այստեղ սոմիթ էլ ծլել մի ճուկալ մի հատ նայեք ամեն ինչ ցանել էի բայց մենակ ցիտրոնը ծլեց ու մի հատ է սոմիթ ահել է այստեղ քախան ենք անելու այսօրվա գործերս եմ ասում պոմիդորներս մի խոսքով մի հատ հիմա դոն տեսեք որ հետո պոստեն կա երեք հավաքել էի լոլիկները այսօր նորից սկան կա հիմնականում բան եմ անում որ երեխեք հավեսով գալիս են խաղում են ես տեսել եք Զոյկան տանում է մի հատ հատիկ տանում լվանում բերում նոր ուտում է ասում Զոյկա բիոյ ալկեր ասում չէ բայց չի կարելի առանց լվանալու ունեք ինչքան դանդուրա ծլել թողեմ ստեղինը մեծանա այդեն դանդուրով աղցա մի օր կանենք տենց սիրելիներս ես էլ այսպես խնձորներս այս ծառը այս տարի վախեցավ վիտոյից ասեց որ այս տարի էլ բերք չտաս կտրելու եմ մի քանի հատ տվել է տենանք ինչ խնձոր է տեսեք քանի հատ տվել է Ինչսան արեմ ինչ է սիրը բացացրել է վերև որ խոտերը քաղի սիրուն մնացել է ծաղիկներս չէ պիտի մի հատ ցույց տամ ծաղիկները դուք մի հատ տեսնեք դուք էլ հիանակ եք հրաշքով այստեղ էլ նայեք ծաղկած է դանդուրները վախ առաջին դանդուրից ծաղիկը ծաղկել է լիլինայի դանդուրներս Ես գիտեք, դե այնքան եմ ասել, արդեն իմ հետևորդուհին էր, որ եկել էր մեզ հյուր Չեխիայից բերել է ու սենց բազմածան ու այստեղից այսօր նորից կտանեմ, այնտեղ կշիթիլեմ սրանք, որտեղ ինչքան խիտ աստեղ, ինչքան են օսրացրել էի, բայց ահա որ խիտ է, այդտեղ վարդերս ու մի հատ տեսեք իմ բաները, դիվյաները, այստեղի խնձորները այստեղ շատ ապրնել, շատ այն որտեղ մեկ վիտոյի մեղուների շնամեղուների որ բան են ամեն թակարդնա մեղրով ու գարեջրով լցված